Ամենամյա բարի ավանդույթով կրկին Հայաստանում են միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի մասնակիցները ամփոփելու եզրափակիչ փուլի արդյունքները։ Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույնները գիտելիքի կռիվ են տալիս պայքարում գլխավոր մրցանակի համար։ 1088 ուսանողից 34-ն են անցել եզրափակիչ։ Խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, Ucom ընկերությունը կրկին միջոցառման գլխավոր աջակիցն է։ Վերում են իրենց տեխնոլոգիական կրթական փորձը եւ այստեղ մեր հայրենակից երիտասարդները իրենց հետ շփվում են, տեսնում են, աշխատում են եւ դա հարստացնում է եւս իրենց գիտելիքները ու այս ամենը ներդրում է աբակայի մեջ։ Ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006-ին Սինոպսիս ընկերության նախաձեռնությամբ։ Սինոպսիս Արմենիայի տնօրենի դիտարկմամբ 2 տասնամյական ընթմեջ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կազմակերպումը փաստում է մեր երկրի հաստատուն տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա։ Նրանցից շատերը շատ մեծ հաջողություններ են ունենալու ապագայում այս ոլորտում եւ վստահ եմ նաեւ որ Հայաստանը իրանց սրտի մի մասնիկն է դառնում այսօրվանից։ Երկարատև պայքարից համառ ու նպատակասլաց աշխատանքից հետո առաջին պատվավոր մրցանակին արժանացավ Ալի Ռազմեզանին Արաբական Միացյալ Էմիրություններից։ Հաղթողին մրցանակը շնորհեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Երկրորդ մրցանակը Հայաստանինն էր, Հայկուշ Պետրոսյանին այն շնորհեց Ucom-ի գլխավոր տնօրենը։ Ուրախացել եմ արժանանալով այս մրցանակին իմ նման շատ աղջիկներին հուսադրելու համար, որ շարունակեք երազել, շարունակեք պարապել ու ոչինչ սահմանափակ չի։ Լավագույն արդյունք Հայաստանից մրցանակն էլ Իպատիվ Արմանճաղարյանի շնորհվեց Հարություն Կարապետյանին։ Օլիմպիադայի գլխավոր միտումն ըստ կազմակերպիչների նոր տաղանդների բացահայտումն է եւ գիտելիքահեն գլոբալ ճարտարագիտական համայնքի ձևավորումը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։